Կառավարության այսօրվա նիստը լրիվ ժողովրդի սոցիալական վիճակին դեմ էր։ Տեսեք, Հայաստան խմբակցությունն առաջարկում է չեղարկել գույքահարկի բարձրացման որոշումը։ Այս որոշումը աղետ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն տուն։ Գույքահարկը աստղաբաշխական թվերի է հասնելու։ Մեր ժողովուրդը մի վատ խասյաթ ունի, երբ իր դեմ վատ օրենք է ընդունվում, իրեն վնասող որոշում է կայացվում, ասում ենք, մասնագետներն ասում են, ընդդիմադիրներն ասում են, ահազանգում են, ժողովուրդը բանի տեղ չի դնում, անցնում գնում է, իսկ երբ դա արդեն օրենքի ուժ է ստանում, սկսում է գործել, մարդիկ սկսում են բողոքել, բայց արդեն բանը բանից անցած է լինում։ Հիմիկվանից ասում ենք, ժողովուրդ ջան, աղետ է լինելու։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որ Բաքում ինչ-որ գույք են սարքել, գոմ են սարքել, բեսեդկա են սարքել, ցախանոց են սարքել։ Նաև դրանց համար հիմա պետք է բարձր գույքահարկ վճարեն։ Հիմա Հայաստան խմբակցությունն առաջարկում է չեղարկել օրենքը։ Նիկոլը ասում է՝ ոչ, փողի աղբյուր է, ինչի հետ կանգնենք որոշումից։ Ու սկսում է մեղադրել, ընդդիմությունն ուզում է մարդիկ աղքատ լինեն, որ փող տակ, կաշառք։ Լսի, գույքահարկի, տրանսպորտի ու մյուս հարկ ու տուրքի թանկացումով հենց դու ես մարդկանց աղքատացնում, որովհետև աղքատ մարդուն խաբելը հեշտ է, կառավարելը հեշտ է, անգամ աղքատների խաբելով իշխանության գալն է հեշտ։